Ընտանիքում դերաբաշխման խնդիրն է առաջանում, մոր խոսքով շարժվել, թե նոր եկած եւ սիրելի կնոջ, ասումների այդ փուչիկը ներսում մեծանում է ու մի օր պայթում տանում դեպի ամուսնալուծություն։ Ինչպես եք վերաբերվում նրան, որ զույգերը ապրում են ծնողների հետ։ Նախ սկսեմ մենտալիտետային են կարևոր կետից, որ մենք հայ ենք եւ մեր հայ ազգը դարերի վեր սովոր է ավագներին լսել, ավագների խոսքով շարժվել, իրենց օրինակը տանել, իրենց ընտանիք եւ այլն։ Բայց ներկա ժամանակներում մեր երիտասարդությունը շատ մեծ քայլերով առաջընթաց է անում դեպի այլ հասարակարգեր եւ այստեղ արդեն երևում է, որ ձգտումը առանձնանալ, մենականալ, ինքնուրույն փորձել ինչ-որ խնդիրներ լուծել, փորձում են ությունը։ Թե ցանկանաք հարցեր հղել առանց ձեր անձը մատնանշելու, անոնիմ հարցերի ֆորմատը կկցվի բնականաբար, կարող եք այդտեղ ձեր հարցերը գրել։ Իսկ որոնք են լինում հիմնական խնդիրները, որ ծնողների հետ են ապրում ըստ ձեր փորձի, ինչ է առաջ գալիս։ Այստեղ հիմնականում ընտանիքի դերի ու առաջնային դերի, երկրորդային դերի ընտանիքում դերաբաշխման խնդիրն է առաջանում, հենց մասնավորապես հարսիկի մոտ, փեսացուի մոտ, այնուհետև կիսուր կեսրարի մոտ դերերի վերաբաշխում է լինում, բայց ամենակարևոր ու խոցելի կետը, որով հիմնականում դիմում են ինձ, երբ որ կիսուրն ու հարսիկը չեն կարողանում ճիշտ սահմաններ դնել կապված իրենց տղայի կամ ամուսնու հետ, այստեղ արդեն շատ առաջանում է բախում, սպասումների բախում, մտքերի բախում, որի արդյունքում արդեն շատ կոնֆլիկտներ են առաջանում ընտանիքում։ Այսինքն կարծես թե երկու քարի արանք է մնում փեսացուն, մոր դիրքով շարժվել եւ հիմնականում մեծ ընտանիքներում, դրանք կոչվում են մեծ ընտանիքներ արդեն, մեծ ընտանիքների հենց այդ դերաբաշխման արդյունքում, սխալ դերաբաշխման արդյունքում հիմնական տուժողը հարսիկն է լինում։ Ինչի պետք է պատրաստ լինեն զույգերը առաջին երեխայի ծնվելուց հետո։ Տեսեք, ստեղ էլի դերերի հարցն եք առաջ քաշում, մինչև առաջի երեխայի ծնունդը կարծես թե կամաց այդ մեծ ընտանիքներում սկսում են դերերը հստակեցվել եւ դերերը եւ պարտականությունները եւ ընտանիքում ավանդույթները, ով ինչ պետք է անի, Երբ որ արդեն հարսիկը հղի անում է, 9 ամսվա ընթացքում սկսում է դերաբաշխման փոփոխման գործընթացը, որի արդյունքում հարսիկի դերը մի փոքր ավելանում է, եւ դերը, եւ պարտականությունը, եւ բնականաբար այստեղ կիսուր մայրիկը սկսում է խելացի կիսուր մայրիկները, ովքեր որ ցանկանում են իրենց ընտանիքում լինի բարոյահոգեբանական լավ մթնոլորտ եւ թույլ են տալիս երիտասարդներին առավել ներգրաված լինել ընտանիքում եւ ընտանեկան հոգսերում, իրենք կարողանում են որոշակի պարտականություններ, այսպես ասեմ, հանձնել, ստանձնել հարսիկներին եւ իդեպ հարսիկները բավականին մեծ ուրախությամբ դա վերցնում են եւ կարողանում են բարոյահոգեբանական բավականին դրական մթնոլորտով կազմակերպել այդ ամենը, չնայած որ երեխայի ծնունդով մի տասնապատկվում է բոլոր պարտականությունները մայրիկների, բայց հաճելի պարտականություններ։ Որոնք են զույգերի հիմնական ճգնաժամերը եւ ինչպես է պետք դրանք հաղթահարել։ Եվ ամենահաճախ հանդիպողները։ Զույգեր ասելը ես ճիշտ եմ հասկանում արդեն ամուսնական զույգերի մասին է խոսքը։ Ամուսնական զույգերը, այսպես ասեմ, տարբեր ճգնաժամեր են ապրում, կա 4 տարվա ճգնաժամ, կա նախ առաջի 1 տարվա ճգնաժամ, հետո արդեն 10 տարվա ճգնաժամ։ Այդ ճգնաժամերի ընթացքում այստեղ սպասումների հարցն է շատ բարձրանում, մասնավորապես առաջի տարվա ճգնաժամի ընթացքում։ Այլ հարց է, երբ որ զույգերը լինում են այդ հաճելի նշանդրյակի այդ ընթացքում, նշանված կարգավիճակով, այնտեղ սպասումները արդարանալ, չարդարանալ հիմնականում բարձրաձայնվում է եւ սկսում է ամուսինը զուգընկերը կատարել հիմնական սպասումները կնոջ եւ տղամարդը եւ կինը տղամարդու, բայց երբ որ արդեն նրանք ամուսնանում են ու մտնում են ընտանեկան հարաբերություններ, կարծես թե ընտանեկան առօրյան այնտեղ ֆինանսի ձեռքբերում, օրվա սննդի ձեռքբերում եւ այլն սկսում է ուշադրությունը նվազել
սեփական անձի հանդեպ, ել չեմ ասում արդեն դիմացինի անձի հանդեպ, եւ շատ խորիմաց զույգեր արդեն ովքեր որ կարողանում են փոխադարձ շփման, խոսքի վերլուծության դիմել, իրեն կարողանում են շատ արագ հաղթահարել այդ ճգնաժամերը։ Իսկ ովքեր որ լուր սպասում են, որ կողակիցը կհասկանա, լավ այս անգամ սխալվեց, լավ այս անգամ ծաղիկներ չնվիրեց, լավ այս անգամ հարմար չէր, չգնացինք ինչ որ միջոցառման եւ այլն, լռելով ոչ մի խնդիր ու հարց չի լուծվում, ուղղակի ավելի ու ավելի սպասումների այդ փուչիկը ներսում մեծանում է ու մի օր պայթում տանում դեպի ամուսնալուծության։ Այլ կերպ ասած, ուղղակի անկեղծ պետք է խոսել միմյանց հետ, քննարկել, զրուցել, զրուցել հույզերի, սպասումների ու հիմնականում ոչ թե մտքերի, ես սա եմ մտածում, դու սա պետք է անես, սա կարող է իրանել, չէ։ Ուղղակի պետք է զույգերը մեկ-մեկու անպայման ինֆորմացնեն իրենց սպասումների մասին, իրենց ակնկալիքների մասին ու այդ զրուցելու ընթացքում էլ միգուցե այդ սպասումները վերաձևակերպվեն, վերակազմավորվեն ու հենց այստեղ լինի ընդհանուր ընտանեկան պլան, այլ ոչ թե կինը առանձին իր սպասումներն ունի ընտանիքից, տղան մարդն առանձին, հետագայում նաև երեխայից, այլ արդեն լինում է ընդհանուր մի տեսլական ընտանիքի տեսլական, թե ուր են գնում իրենք միասին ու արդեն երեխայի ծնունդով էլ իրենց ուղին կարծես թե ավելի ուղիղ ու հարթ է լինում, չնայած որ այդտեղ ավելանում են պարտականությունները, ինչպես արդեն նշեցինք։ Որոնք են ամենահաճախ հանդիպող խնդիրները հայ զույգերի մոտ։ Մենտալիտետային տարբերական շատ մեծ տարբերություններ կան։ Մեր հայ աղջիկներ, հայ կանայք շատ լռող են, հենց դարերի վեր եկել է մեր մեծ ընտանիքներից, տատիկներից, մայրիկներից, լավ, չի կարելի, բերանդ փակ պահի, դու խոնար աղջիկ ես, աղջիկը չի պատասխանում, չի կարելի այդքան մարդկանց մեջ խոսել եւ այլն եւ այլն։ Այս զարգացման, մեր զարգացման հայկական օնտոգենեզի ընթացքում աղջիկների մոտ արդեն դրվածքը կա, որ պետք է լռել, պետք է համբերել, պետք է դիմացինից ակնկալել, բայց չբարձրաձայնել։ Ավաղ խոսքս նրա մասին չէ, որ ինչ որ հակաճառել, անընդհատ քո միտքը ասել, այլ զրուցելու եւ փոխադարձ հասկացվածության ընթացքում առաջ բերել քո կարծիքը, քո եսը, քո ցանկությունները, որը հիմնականում կորում է զույգերի մոտ, մասնավորապես մինչև 4 տարվա ճգնաժամի ընթացքում, մանավանդ եթե ապրում են մեծ ընտանիքներում, ուղղակի իրանք ձուլվում են մեծ ընտանիքի այդ առօրյա ռուտինային, կարգ ու կանոնին, օրվա դրվածքին եւ գնում են մի ճանապարհով, որում տարիներ հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո ասում են ինչու էսպես եղավ, ախր ես սա չէի ու տեսնում են, որ ընդհանրապես իրենք իրենց պատկերացրածի հակապատկերն են ու իրենք անում են իրենց երեխաների հետ այն, ինչ որ իրանց հետ արել են ու իրանք դա դատապարտել են։ Ցավոք դա հենց mapping-ն է, այն ինչը որ ընտանիքից գալիս է, այսինքն ինչ տեսնում ես ծնողական ընտանիքում։ Դա վերում ես քո ընտանիք, եթե չես գիտակցում, չես վերլուծում ու դրա համար քայլեր չես ձեռնարկում, որ չկրկնես։ Եթե ճիշտ եմ հասկանում, այսինքն նման իրավիճակում կինը կամ ձուլվում է ուղակի ու կորում, կամ էլ մի օր պայթում է։ Եթե չի խոսում կողակցի հետ, այո, շատ նման է փուչիկի անկեղծ հարաբերությունները, ամեն մի չստացված խոսակցություն, ամեն մի վեճ, ամեն մի սպասում չարդարացված, կարծես փուչիկի մեջ եւս մի անգամ օդ ես փչում, ու այդ փուչիկը հաստատ մի օր տրաքելու է։ Դե որ ուղղակի իրան պետքա մի օր ուղղակի բաց թողնել, որ օդը դուրս գա։ Իսկ այդ բաց թողնելու ճանապարհին բնականաբար կարան լինեն հակազդումներ, կարան լինեն մերժումներ, չէ՞ որ բացի քեզնից որ դու ունես փուչիկ, այսպես դեմոնստրատիվ փորձ եմ ներկայացնել, կողակիցդ էլ ունի փուչիկ, չէ՞։ Միայն դու չես որ դիմանում ես։ Կողակիցդ էլ է շատ բաների դիմանում, չէ՞, ու չի ասում, չի բարձրաձայնում այդ դրա ընթացքում երկուսիդ կողմը մեջ էլ այդ փուչիկը բավականին մեծանում է։ Արդյոք նորմալ է, երբ զույգերից որևէ մեկը կիսվում է անձնական կյանքի մանրամասնություններով բարեկամների կամ ընկերների հետ, ինչ սահման կա, որ դրանից անցնելը արդեն օքեյ չի։ Նորմալ հոգեբանության մեջ նորմայի աննորմայի սահմանները մի քիչ որն է չկա։ Ինչու չկա, որովհետև այստեղ յուրաքանչյուր անձ յուրովի է, անհատական է ու ամեն մեկի համար նորմալ մի սահման ունի։
Եվ կիսվել բարեկամի հարազատի հետ դա երբ է լինում։ Լինում է այն ժամանակ, երբ որ դու լսված չես ընտանիքում, երբ որ քո կարծիքն ու քո որոշումները հիմնականում դիմադրության են հանդիպում, մերժվում կամ չեն կատարվում։ Այդ դեպքում հիմնականում ընկերներին են դիմում կամ ավագ սերնդի ծնողներին, եւ այդ պատճառով էլ հիմնականում նոր առաջացած խնդիրները արդեն առաջանում է տրված խորհուրդների արդյունքում եզրակացությունների մեջ, որովհետև երբ որ մարդիկ խորհուրդ են տալիս, ինչը որ դիմում են, հա, փեսացուն դիմել է իր ընկերներին կամ հայրիկին, որ ինչ որ խորհրդի համար, այդ խորհուրդը լինում է իրենց անձնական կյանքից վերցրած, ոչ ոք օթից խորհուրդ չի տալի։ Ու բնականաբար այս ընթացքում, երբ որ իրենց կենսափորձն են բերում քո ընտանիք, այսինքն ստացվում է քո ընտանիքի մոդելը սկսում է շարժվել իրենց ընտանիքի օրինակով։ Իսկ ինչպես ամեն անձ է անհատական, այնպես են ամեն ընտանիք իր պատմությամբ ու իր հարաբերություններով է անհատական։ Որոնք են երջանիկ ընտանիք ունենալու հիմնական նախապայմանները։ Ամենակարևորը սպասումների մակարդակը դարձնել իրական։ Ճանաչել դիմացինին ու ոչ թե ճանաչել, թե ինչ է սիրում, որտեղ է ուզում գնալ, ինչ կերակուր է նախընտրում, ինչ գույն է սիրում, այլ ճանաչել հուզական մակարդակով։ Ինչն է հաճելի իր համար, ինչը խոցեց իրեն։ Հիմնականում զույգեր են լինում, որ անգամ հայացքից մեկը մյուսին հասկանում է ու դեպքեր եմ շատ ականատես եղել, որ կինը տեսնելով տղամարդուն, որ արդեն պետք է պայթի, ուղղակի լուր գնացել է, ձեռքը բռնել է ամուր, ու այդ փուչիկը, որ հիմա պետք է պայթեր, տղամարդը ինչ որ վիրավորեր դիմացին եւ այլ, այդ ընդհանրապես հպմամբ, ձեռք սեղմամբ, ամբողջ բացա էներգիան դուրս է եկել դրա մեջ։ Այսինքն ճանաչելա կինը տղամարդուն, որի օգնությամբ ընդհանրապես շփման, հուզական շփման միջոցով կարողացել է օգնի։ Այ սպասումների մակարդակի իջեցնելու հիմքում հենց դրված է դա, որ երբ որ դու ճանաչում ես դիմացին, դու հասկանում ես, օրինակ, հայ, որ ինքը շատ զբաղված աշխատանքից փորձում է գալ տուն, բայց դու ակնկալում ես, որ ապրիլի 7 է, պետք է քեզ ծաղիկ բերեր։ Դու չես են մտածում, որ աշխատանքի վայրում ինչ է տեղի ունեցել իր հետ, բայց դու ունես սպասում, որ պետք է ինքը քեզ ինչ որ ուշադրություն ցուցաբերի։ Ու այդ ծաղիկը երբ որ չի բերում, քո համար լինում է աշխարհի ամենավատ ամուսինը, չնայած որ դու ինֆորմացիա անգամ չունես մի վարքյան, թե իր օրը ինչքան դժվար է անցել կամ ինչ խնդիրների միջով է ինքը անցել։ Միգուցե շատ էր ուզում ինքը առավոտյան քեզ այդ ծաղիկը նվիրեր, բայց որ այնպես դասավորվեց, որ անգամ իր անձնական առողջության վնասման հաշվին ինքը հազիվ հասավ տուն։ Այս դեպքերը կա, որոնք պետք է անպայման զրուցելով մեկը մյուսի հետ, ընկալելով մեկը մյուսի խնդիրները, հուզական դաշտը կարողանան կիսվել ու տանեն ընտանիքը ինչ որ կոնկրետ մեկ տեսլականի ուղղությամբ։ Դավաճանությունից հետո շանս կա նորից երջանիկ զույգ լինելու համար։ Ինչն է կարծում, արդյոք ինչն է դավաճանությունը, ինչ է իրենից ներկայացնում դավաճան կամ ձեզ համար ինչն է դավաճանությունը։ Այս հարցին կարող եք կոմենտներում պատասխան գրել, իդեպ կանդրադառնանք դրան առանձին նկարահանմամբ, եթե ձեզ շատ կհետաքրքրի։ Իսկ դավաճանությունից հետո, եթե դուք դա կհամարեք դավաճանություն կամ ձեզ դավաճանված կզգաք, միանշանակ զրուցելը, ընկալելը դիմացինի վարքի պատճառահետևանքային կապերը, թե ինչու համար նա արել է ինչ-որ մի բան, որը քեզ համար դավաճանություն է համարվում կամ ընդհանրապես սոցիումում դա դավաճանություն է համարվում, ինչն է պակաս եղել, ինչ պահանջմունք է իր մոտ չբավարարված եղել, որ ինքը դիմել է այդ վարքագծին, բնականաբար միայն խոսել, հասկանալ, ժամանակ տալ, որ կոնֆլիկտը ունի իր լուծման ժամանակահատվածը, ժամանակ տալ, որպեսզի դիմացինը ընկալի քո սպասումները ու իր հնարավորությունները, արդյոք ինքը պատրաստ է այդքան անել կամ չանել, ինչը որ դու սպասում ես, որպեսզի այդ դավաճանությունից հետո ձեզ ներելը լինի կամ հնարավոր լինի նորից վերականգնել։ Այսպիսի շատ դեպքերում շատ է օգնում մասնագետի թեքուզ հետադարձ հայացքը այս ամենին,
Կա առաջնային մասնագիտական խորհրդատվություն ու կա խորհրդատվական թերապիա։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Եթե զույգը գոնե անգամ առաջնային խորհրդատվության դիմի, այսինքն իրենք հասկանան, որ համատեղ կա խնդիր, որ ոչ մեկի էգոն թույլ չի տալի այդ խնդիրը լուծել ռացիոնալ մակարդակով, իրենք դիմեն, ապա մասնագետը այդ ամենը իրենց կբացատրի կողքի աչքով ավելի իրական, երբ որ իրանք կտեսնեն այդ ամենը արդեն իրական, բնականաբար իրենք երկուսն էլ, չէ՞ որ հանուն ընտանիքի կփորձեն ինչ որ մի տեսլական ընտրել ընտանիքի խնդիրները լուծելու համար։ Իդեպ կարող եք խնդիրները կամ ձեր հարցերը գրել մեկնաբանություն բաժնում, իսկ նկարագրություն բաժնում կլինեն բոլոր կոնտակտները, որպեսզի կարողանաք դիմել մեզ Bridge հոգեբանական կենտրոնին եւ ստանալ ձեզ անհրաժեշտ աջակցությունը եւ օգնությունը։